Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդաշարի հերթական հյուրն էր բլոգեր Մաշ Քարամյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում Մաշան առաջին անգամ խոսեց հոր մասին։ Instagram-ում երբեք չեմ խոսել այդ մասին։ Բենզալցակայանի պայթյունի։ Քեռի զոհվեց այդ ժամանակ, հայրս նույնպես զոհվեց։ Հենց բենզալցակայանում։ Մենք իրար հետ շփում չունեինք։ Ինձ անընդհատ Instagram-ում հարցնում են՝ «Բա ինչի պապայիդ մասին չես խոսում, նկար չես դնում»։ Ես չգիտեի ինչ ասեի, որովհետև մաքսիմալ անկեղծ եմ։ Ինքը զոհվեց և դրանից հետո մտածում եմ՝ միգուցե պատմեմ, որովհետև հարցերը շատ են։ Ես քանի որ իր հետ երբևէ շփում չէի ունեցել, ինչի համար փոշմանեցի մահից հետո։ Մտածեցի անիմաստ է արդեն որևէ բան խոսել, որովհետև ամբողջ կյանք ապրել եմ հարցով, թե ինչի ինքը 24 տարիների ընթացքում չեկավ ինձ ասի ես քո պապան եմ։ Մենք ապրում էինք նույն փողոցում, տարիներով։ Ամեն անգամ անցորդների մեջ իրեն էի փնտրում։ Ով մի քիչ երկար էր ինձ նայում, մտածում էի՝ կարող ա էս իմ պապան է ու փորձում էի ճանաչել։ Զինվորական էր ու բոլոր պատերազմներին մասնակցել է։ 2020 թվականից հետո ով մասնակցել էր պատերազմի, երեխայի ուսման կեսգումարը զեղչվում էր։ Հենց այդ տարի միջնորդներով մամային ասել էր, որ զեղչվում է, թուղթը տա, որ մաման կեսը վճարի։ Մաման ասել էր աղջիկս անվճար է սովորում։ Դա ինձ պատմեց և հիշում եմ ինչ մեծ հպարտություն էի ապրում, որ նայի ինձ քեզանից նույնիսկ դա պետք չէ, անվճար եմ սովորում։ Երբ զոհվեց մտածեցի ամեն դեպքում պետք էր իր հետ խոսել։ Փոքր ժամանակվանից մտածում էի ես այդքան վատն եմ, որ չի եկել ասի ես քո պապան եմ, ուզում եմ հետդ շփվեմ։ Ամբողջ կյանք ապրել եմ այդ մեղադրանքով։ Պապա բառին կարոտ էի մնացել։ Ասում էի ամուսնանամ ենքան եմ սկեսրայրիս պապա ասելու, որ այդ բացը լրացվի։ Ցավոք սրտի սկեսրայրս էլ քովիդի ժամանակ մահացավ, և այդ բառի պակասը իմ մոտ միշտ մնալու է։ Հարցազրույցից սիրով առանձնացրել էինք այսքանը։ Նշենք, որ Մաշան և ամուսինը մեկնել են հանգստի։ Այժմ առաջարկում ենք դիտել հոլովակներ առանց մեկնաբանության։ Երեխեք բարի օր բոլոր, ինչն ես քչերն են գուշակել, բայց մենք եկել ենք Զանզիբար, շատ է ուզում մաքսիմալ պասիվ հանգիստ։ Այս ընթացքում Բալի, Թայլանդ, Մալդիվներ գիտեք, որ սեզոնը չի, ինչպես Շրի Լանկա անցած տարի հունվարին էին գնացել, բայց համենայն դեպս այս պահին մեր առաջին տպավորությունները շատ լավն է, եղանակը լավ է, արևը շատ չի վառում, հանգիստ է, հավես է։ Հիմա գնալու ենք առաջին անգամ օվկիանոսը տեսնելու, սոված եմ դրա համար եմ վատ խոսում։ Եղանակը իդեալական է, շոգ չի, ցուրտ չի, շատ հաճելի քամի է, արևայրուք ընդունելու համար իդեալական ժամանակ է հիմա։ Արագ նախաճաշենք, կարող եմ մի հատ լիժանկան դնենք։ Արին դեղնային։ Կամ պայուսակը կարես պրոստը դնես։ Ուրեմն Զանզիբարում լիժանկաները գումարով են, եթե դու հյուրանոցում ես ապրում, ապա $20, եթե հյուրանոցում չես ապրում, $25։ Այդպես։ Ոյ ձեզ ման ցույց տալ ինչքան սիրուն է։ Եկեք երեխեքս։ Նայեք։ Բասեինը։ Վաու։ Շատ լավն է։ Հայջան։ Հա։ Երեխեք վերեք ձեզ ցույց տամ ինչ տեսարանով ենք մենք նախաճաշում։ Ինչքան սիրուն է։ Բայց իմ այս տեսարանը ավելի սիրուն է հանգել։ Մեզ բարի ախորժակ, ուտենք ու արդեն գնանք օվկիանոս։ Asante sana. Karibu Zanzibar. Wow. Yeah. Asante sana. Perfect. Oh yeah. Thank you. Asante sana. Wow. Երեխեք դեպ ասեմ, որ էսի ձրի է այս մարդը տվել, բնականաբար մենք իրան փող կտանք, բայց ասեց էս իմ կողմից ձեզ կոմպլիմենտ։ Ուտել։ Մարիա։ Wow. Հոտը վերջն է պրոստը, այս մի համար էլ անում։ Բայց տեսարանը։ Վայելեմ գը։
Լավն է։ Ինձ գուշակեք ինչ ազգի ներկայացուցիչ են այս մարդիկ։ Իհարկե հայեր են։ Մենակ հայերը։ Նա հայերի համար է։ Երեխեք, ուրեմն ես լրիվ սենց պիժամայոտ վիճակում, արդյոք ինձ ասում է գնանք օվկիանոսի ափ։ Բլոգերների օրվա արդիվ տեսեք ինչա պատրաստել իմ համար պատրաստեք 3, 2, 1 Oh my god, բաբախի կրակով չես սարքել, արդյոք։ Չի կարելի ստկրալ։ Օպրես, ոնց ես մտածել։ You are the best husband։ Բայց լուրջ ես եղին դնում իբր որ վստավորվի։ Երեխեք ջան, կարար չէ իրական, կարայի չէ իմ համար անել, ասեն, գիտես որ իմ համար 14 տարեկանում կամ 15 տարեկանում օրինակ կրակով արել էին սենց բան, գիտես։ Не романтик ты, Артём, не романтик։ Հəլստեղ լիստը։ Ось իմ համար ես սարքել ջամ, ապրես։ Unfortunately։ Unfortunately։ Անգամ եկել ենք մեր սման։ Այսնենք ինչպես անցնել։ Ջամբո։ Thank you։ Այս ինչ հայելի է։ How are you? Good, and you? Thank you։ You're welcome. Так։ Our time at 10 o'clock. Okay, which room number? Այս հայրեն ու իմասեր իրար հետ սազում են։ Գնաց։ Ребята, եղանակը այսօր բացարձակ մեր կողմից չի, անձրևա գալիս քամյա։ Մի խոսքով գնում ենք քնենք ամբողջ կեսօր։ Այսօր այսպես գեղեցկացել եմ, որովհետև մենք գնում ենք նավով տուր։ Հուսամ հավես անցնելու, լավ լինելու, ձեզ ամեն բան ցույց կտամ։ Եղանակը շատ իդեալական է այստեղ։ Երեխեք գնում ենք ձերքիներին նայելով։ Ջամբո։ Մի փաստ իմ մասին, Լեոնին ունենալուց հետո ես ահավոր ոչ ռիսկային եմ դարձել։ Մի տեսակ ողկոտ եմ դարձել ամեն ինչին, 1000 անգամ հարցնում եմ հաստատ ապահով այս ամեն ինչը ու ես որ կյանքում էքստրիմ սիրող մարդ։ Այս ձյաձն եմ ես տանում։ Արտեմը հեսա հագնելու է։ Փռնալան։ Գնա մոտիկ։ Մաշա, տես չեն տալի, նստի մոտիկ։ Նստի հլե։ Okay, so you can start eating, so they can count. Սաղ տվի, So you can հենա control վեդրայի մեջ։ with the food.
When you keep it close, they will Շնորհակալություն։ Այսօր follow you. բոլորին տեսնում եք արդեն սևացել եմ։ Գնում ենք Նախաճաշի։ Այսօր ձեզ Նախաճաշը ցույց կտամ։ Ցույց տամ Նախաճաշը Արտյոմ։ Դե ինչո՞։ Այսքանը։ Երեխեք Նախաճաշ բրծմա ժամը 10-ին, մենք 9:59 տեղ ենք հասնում։ Ասենք դիտել ենք քնելու, հանգստանալու, խեր ժամը 10-ին Նախաճաշը բրծումը։ Наша миссия тут много спать, купаться и отдыхать, кушать вкусно.